Ռուսական պլանում Էջմիածինը քաղաք չէ, Էջմիածինը քննություն է։ Caucasus Chronicle-ի հրապարակած փաստաթղթերում, որոնք ներկայացվում են որպես ռուսական հատուկ ծառայությունների արտահոսած նյութեր, վաղարշաբաթի տեղական ընտրությունները նկարագրվում են որպես առաջին քննություն, մինչև 2026 թվականի գլխավոր ընտրությունները։ Սա շատ կարևոր է հասկանալ։ Խոսքը միայն քաղաքապետի կամ ավականու մասին չէ։ Փաստաթղթերում Էջմիածինը կոչվում է առանցքային կետ, որովհետև դա Հայաստանի հոգևոր մայրաքաղաքն է։ Դրա համար էլ ընտրությունը փաթեթավորվում է որպես հոգևոր մայրաքաղաքի ազատագրում։ Այսինքն, տեղական քաղաքական պայքարը դարձնում են սրբազան պայքարի տեսք։ Բայց իրական փորձը ուրիշ է։ Պետք է ստուգել, կարող է միավորված ընդդիմադիր մեքենան աշխատել, կարող են մարդիկ դուրս գալ։ Ինչպես կարձագանքի իշխանությունը։ Կարող է այս մոդելը հետո տեղափոխվել ամբողջ Հայաստան։ Եվ այստեղ հետաքրքիր է, որ ըստ փաստաթղթերի, առաջին հարվածի տակ չեն դնում Սամվել Կարապետյանի հիմնական կուսակցությունը։ Դրա փոխարեն առաջարկվում է օգտագործել Մայր Հայաստան դաշինքը։ Ինչու՞։ Որովհետև փաստաթղթերի տրամաբանությամբ Մայր Հայաստանը արդեն ունի տեղական ընտրությունների փորձ Երևանում և Գյումրիում։ Իսկ Կարապետյանի անձնական վարկանիշը պետք է պահել պահեստում։ Եթե փորձը չստացվի, եթե սխալ լինի, եթե պարտություն լինի, հարվածը չպետք է ուղիղ ընկնի գլխավոր